Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրն ամփոփում է աշտարակում։ Այսօր Փաշինյանի թիմը Արագածոտնի մարզում էր, որտեղ քաղաքացիների հետ նրա հանդիպումներին մենք հետևել ենք վաղ առավոտից եւ մի շարք ակնհայտ խախտումներ արձանագրել։ Գրեթե բոլոր բնակավայրերում, որտեղ Փաշինյանը պլանավորած ելույթներ ու հանդիպումներ էր ունենում, հավաքվածների մեծ մասը ուսուցիչներ, աշակերտներ էին, որոնք եկել էին դասերի ժամին։ Ապարանում անգամ աշակերտներին քաղաքացիական պայմանագրի նախընտրական կարգախոսով դրոշներ էին բաժանել։ Մենք զրուցեցինք հավաքվածների հետ, որոնք չէին թաքցնում, որ կոլեկտիվով են եկել, անգամ արդարանում էին, թե ինչու են իրենց հետ աշակերտներին բերել։ Ապարանի դպրոցներն առաջի, երկրորդ, երրորդ։ Դասը բայց կա, թե Դե հիմա գալիս են երեխեքները։ Պարզապես դասի ժամին եկել են դիմավորելու։ Ապարանի տարածաշրջանը։ Որ բնակավայր։ Արագածի։ Ուչակի Այո, միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ենք մեր։ բոլորով այս հավաքվածները Այո, դուք որ առարկայի ուսուցիչ։ գրականություն։ Այստեղ հավաքվածները օրինակ դասեք որ Օրինակ երաժշտության, նկարչության ուսուցիչներն եք դուք։ Թվային գրագիտություն, թվային գրագիտություն։ Երեխեք եկեք ստե։ Եկեք Իսկ աշակերտներն են միացել ողջունելու Փաշինյանին։ Հա, մենք ուզում էինք պահել երեխեք դպրոցում, բայց դերս չպատվեց։ Վարչապետի տեսնելու ցանկություն այնքան մեծավ մեր մոտ, որ ուղղակի երեխեքի այդ ցանկությունը դեպի առնել չկարողացան։ Դուք ինչ եւ քարտեզը անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Այո, անդար Այսօր այսօր։ դուք խնդրեմ ներկայան։ Չեմ տալու հարցազրույց։ Բայց որ հաստատությունն եք ներկայացնում։ Դպրոց է, թե։ Հա, դպրոց է։ Այ հիմա ասում են աշխատանքային ժամին արձակուրդ չէ, ինչու եք դասերը թողել եկել քարոզարշավի։ Խախտում չէ դա, այսինքն պարտադրված եք եկել, թե ասել են, որ պետք է այսին ժամին էստեղ։ Դուք եք նույն դպրոցից։ Արագածից եք իրենց վարչապետին դիմավորելու։ Գործ աշխատում եք, աշխատանքը արագած, որտեղ եք աշխատում։ Դպրոց, Արագածի առաջ դպրոց։ Որպես Հավաքարան։ դուք Մենք գոհ ենք։ Ապարանում այս պատկերը ֆիքսելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցինք նորմալ է արդյոք, որ դպրոցների ուսուցիչները, աշակերտները բերվել են քարոզարշավի։ Նա հարցն անպատասխան թողեց, իսկ ավելի ուշ քաղաքացիական պայմանագրի անդամները պնդեցին, թե իրենք կապ չունեն այդ ամենի հետ։ Պարոն Փաշինյան, նորմալ է, որ դասի ժամին ուսուցիչները, աշակերտները եկել են քարոզարշավի։ Մի վարք կներեք։ Վարչական ռեսուրսը երբևէ չենք օգտագործել եւ չենք օգտագործում եւ չենք օգտագործելու մեր ամբողջ պայքարը նաեւ առանձին մասով դրադեմել է Մենք դրա հետ բացարձակ կապ չունենք։ Պաշտոնապես հայտարարում եմ։ Քաղաքացիական պայմանագիրը այդ ամենի հետ ունի 0 կապ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ բարձի որ մենք որևէ կապ չունենք, ես ներողություն, որը եկել է Նիկոլ Փաշինյանին դիմավորելու Այդ սերն է իրան բերել։ Եթե ուսուցիչը եկել է, որովհետև գիտի, որ այն աշակերտների, որոնց ինքը դաս է տալիս, այդ աշակերտները խաղաղության մեջ են ապրելու։ Մինչ ԿՊԱ-ականները մեզ վստահեցնում էին, որ իշխանությունը չի կազմակերպել ուսուցիչների եւ աշակերտների մասնակցությունը քարոզարշավին, մենք ականատես եղանք, որ Ծաղկահովիտ խոշորացված համայնքում օրինակ Բերքարատի դպրոցի ուսուցիչներին միկրոավտոբուսով համակարգված բերում են քարոզարշավին, ընդ որում տրանսպորտը, ասում էին, տրամադրել է վերադաս կառույցը։ Բերքարատի ուսուցիչները չթաքցրին դասապրոցեսը կրճատել, երեխաներին տուն էին ուղարկել, որպեսզի գան քարոզարշավի։ Կարճ է կարել, որ հասնեք ներկայացնեք միասին։ Բերքարատի դպրոցից Եվ ինչի համար է գալիս երկու բառով ներկայացնել։ եկել ենք, որ դիմավորենք մեր արևին, մեր Նիկոլ Փաշինյանին, մեր հավատարիմ մարդուն, որ շատ բան է արեն այս համար։ Չենք կարա մեր վարչապետին չկանք դիմավորենք, դրա համար մենք կրճատեցինք ժամերը։ Բոլոր ուսուցիչներով եք։ Այո, Հանուն Փաշինյանի։ Բոլոր ուսուցիչներն են ցանկություն Այո, բոլորը։ Իսկ տնօրենը։ Այո, մանավանդ մեր տնօրենը։ Աշակերտներին ունեք ուղարկել։ Աշակերտներին տուն ենք ուղարկել։ Նախապես պատրաստվել ենք, սպասում ենք այսօրվան, երբ որ կար, մենք մեծ սիրով գանք դիմավորենք մեր վարչապետին։ Իսկ դա դպրոցի միկրոավտոբուսն է, թե մարզպետարանն է դրան։ Ուղարկված է շրջենտրոնից։ Մտավախություն չունեք, որ դրա համար օրինակ պատասխանատվության ենթարկվեք, քանի որ խախտում է դասապրոցեսը, կիսաթողնել Մենք վարչապետին, որ գալիս ենք դիմավորելու ու իրենք մեզ պետք է
պատասխանատվության ենթարկի, թող ենթարկի։ Երեխաների ուսումն է, ուժում է։ Ոչ, ինձ չի խանգարել։ Ուսումի համար մեծ բան է արել վարչապետը մեզ։ Մեր արձանագրած խախտումներից հետո սկանդալային բացահայտում արեց ականատես դիտորդական առաքելությունը, նրանք հայտնեցին, որ դիտորդներն անձամբ ականատես են եղել, թե ինչպես են որոշ դպրոցների ղեկավարներ եւ մանկաբաժներ հեռախոսազրույցների ընթացքում բարձրաձայն եւ խիստ տոնով պահանջում ապահովել երեխաների պարտադիր եւ կազմակերպված մասնակցությունը քարոզարշավին։ Ըստ առաքելության Ծաղկաշենի դպրոցի աշակերտներին ոչ միայն ազատել են դասերից հանրահավաքին մասնակցելու համար, այլև երեխաներին ՔՊ-ի խորհրդանիշներով շապիկներ են բաժանել։ Առաքելությունը նաև հայտարարել է տվյալներ ունեն, որ երեխաների եւ աշխատակիցների հավաքագրման կազմակերպիչը եղել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանը, որը տեղում ակտիվորեն համակարգել է մարդկանց տեղաշարժը, անձամբ դիմավորել երեխաներին, հրահանգավորել նրանք որտեղ, ինչպես կանգնեն։ Տեղի ունեցած օրենքի խախտում վարչական ռեսուրսի կիրառում, ինչը արգելված է ընտրական օրենսգրքով։ Անկախ դիտորդն իր հերթին հայտնել է, որ խախտվել է նաև աշխատանքային օրենսգիրքը, իրենք դիմելու են դատարան վարչական պատասխանատվության պահանջ են ներկայացնելու։ Կրթության նախարարությունը հիշեցրել է, որ աշխատանքային ժամերին եւ դասերի ընթացքում քարոզչությունն արգելվում է դպրոցների մանկաբաժների աշխատակազմի եւ սովորողների կողմից։ Նախարարությունը հայտնել էր, որ ահազանգերը համապատասխան ընթացակարգով ուղարկել են նաեւ իրավապահ մարմիններին քննություն իրականացնելու նպատակով։ Չնայած աղաղակող փաստերին, կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր տարածած հայտարարությունում ընդամենը հորդորել էր գործել օրենքի շրջանակներում։